Թշնամին արդեն 4 տարի է մտել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք եւ թիրախավորել մեր բնակավայրերը։ Օրինակ Վայոց ձորում, Ջերմուկի դիմաց, թշնամու դիրքերն առաջ են տված մոտ 8.5 կիլոմետր, որտեղից քաղաքը կարծես ափի մեջ լինի։ Եթե խաղաղությունը ստորագրվում է հարկադրաբար, ապա դա խաղաղություն չէ։ Ադոլֆ Հիտլերը նույնպես սովետական միության վրա չհարձակվելու պայմանագիր ստորագրեց, որը հայտնի է Մոլոտով-Ռիբենտրոպ անվանմամբ, բայց արդյունքում տեսակ ինչ եղավ։ Սև լճի դիմաց դիրքերն առաջ են տված մոտ 2.5 կիլոմետր, Տեղ եւ Կորնիձոր գյուղերի երկայնքով մոտ 650 մետր։ Իսկ Ներքին Հանդ գյուղը 3 կողմից շրջապատված է թշնամու դիրքերով, որոնք առաջ են տված մոտ 4.5 կիլոմետր։ Որոշներն էլ տեղակայված են գյուղի տներից մոտ 600 մետրի վրա, ուր երեխաները գնում են դպրոց թշնամու դիպուկահարի ուղիղ նշանառության տակ։ Նույնը Գեղարքունիքում է։ Սոտքի հանքի դիմաց դիրքերն առաջ են տված մոտ 3 կիլոմետր, ինչի արդյունքում հանքավայրի կեսից ավելին անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Կուտ գյուղի դիմաց թշնամու դիրքերն առաջ են տված մոտ 2.5 կիլոմետր, ներքին շորժայի դիմաց 4, իսկ վերին շորժայի դիմաց 6.5 կիլոմետր։ Տավուշում Բերքաբեր գյուղի դիմաց դիրքերն առաջ են տված մոտ 3.5 կիլոմետր, Վազաշենի դիմաց 3, Պառավաքարի դիմաց 3.5։ Ես խուճապ չեմ տարածում, պարզապես հիշեցնում եմ իրողությունը, ցույց տալիս թշնամու դիրքերի տեղակայումը եւ վերլուծում, թե ինչի է նա ընդունակ։ Հուսանք ԱՄՆ-ում ստորագրած հռչակագիրը գոնե կնպաստի, որպեսզի թշնամին դուրս գա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, թե չէ ստացվում է զենքի նշանոցի տակ ինչ դեմ են տալիս ստորագրում ենք։ Բարին ընդ ձեզ։